Կուրսետի դեկան, դուրբա ինչ սպառնալիքներ, նոր իրողություններ։ Շնորհակալություն, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել հրավերի համար այս հետաքրքիր միջոցառմանը մասնակցելու եւ նախ ֆիքսեմ ընտրված խորագիրը Հայաստանի Հանրապետությունը քաղաքական ընտրության առջև շատ ճշմարիտ եւ ճշգրիտ է, որովհետեւ հիմա մենք միգուցե զգանք կամ չզգանք, բայց կանգնած ենք հենց այդպիսի ընտրության առջև եւ այս կոնտեքստում ես ուզում եմ իմ կարծիքը երկու մասի բաժանել, առաջինը ֆիքսել, թե թուրքական սպառնալիքները ինչպիսին էին եւ ինչպիսի ինստիտուցիոնալ հիմքեր ունեին այդ երկրում, ինչպես են դրանք արդյոք փոխվել թե ոչ եւ ինչ է փոխվել դրանց հակազդեցության ոլորտում, այսինքն ինչ է փոխվել մեզ մոտ։ Ուզում եմ ֆիքսել 4 հիմնական ուղղություններ, որոնք Հայաստանի անկախացումից հետո Թուրքիայում ձեռք էին բերել որ ինստիտուցիոնալ բնույթ եւ ուղղված էին Հայաստան պետության դեմ։ Մի մասը դրանց բավական հայտնի է եւ մեր մամուլում եւ տարբեր հասարակական քաղաքական շրջանակներում քննարկվել է, բայց մի քանիսը այդքան էլ մասնագիտական շրջանակներից դուրս չի եկել։ Դրա համար ուզում եմ ֆիքսել հետեւյալը. առաջին սպառնալիքը Թուրքիայի կողմից ուղղված մեզ Արցախներ իր տարածական խնդիրներով, Արցախի անկախությունից սկսած մինչև Արցախում հայկական ներկայության պահպանում եւ տեսնում ենք, որ այդ սպառնալիքը թուրքական այսօր ըստ էության լուծված եւ Հայաստանի ներկայ իշխանությունները ոչ միայն տապալելով տարատեսակ պրոցեսներ 2020 թվականի այդ պատերազմի հանգրվանին են բերել Հայաստանի Հանրապետությունը, այլ հիմա ամեն կերպ պետական ռետորաբանության մեջ Արցախ հասկացությունը լիովին ջնջվում է, ինչը թուրքական այսպես հստակ սպառնալիքի Հայաստանի կողմից ոչ թե արտահանքի, այլ հաշտվելու դրան նպաստելու դրսևորում է։ Երկրորդ խնդիրը, որը մասնագիտական շրջանակներում է շատ հայտնի, դա Թուրքիայի դիրքորոշումն է մեր պետական ազգային սիմվոլիկայի նկատմամբ եւ սկսած 1992 թվականից Թուրքիայի կողմից մեր արդեն դրված 7 նախապայմաններից 3 շատ հայտնի են, բայց 7 նախապայմանների մեջ էին մտնում ազգային պետական սիմվոլիկայից հրաժարվելը, մասնավորապես Արարատ լեռան, անկախության հռչակագրի, զինանշանի եւ այլն, եւ այս ուղղությամբ մենք տեսնում ենք հիմա Հայաստանում ինչպիսի արձագանք կա արձագանք, որը շատ համահունչ է թուրքական պահանջին, այսինքն մեզանում երբեք չի եղել քննարկումը Արարատ լեռան ընկալման, որպես սիմվոլիկա ընկալման եւ այլն, բայց հիմա արհեստականորեն կամ ճակերտավոր ինքնիշխանության մոլուցքից ելնելով ողվել է շրջանառության մեջ։ Թուրքագիտությունը մի քիչ նման է ճշգրիտ գիտությանը, ընդհանրապես ավելագիտությունը, եւ այստեղ մասնագետը չի կարող չտեսնել, որ դա ոչ թե Հայաստանի ծնված գաղափար է, այլ դա թուրքական հստակ սպառնալիք պահանջի հայաստանյան ինտերպրետացիան է կամ Հայաստանի կողմից գլխահատ դրան համաձայնվելու հերթական քայլն է եւ այս կոնտեքստում ուզում եմ եւս մի հանգամանք ֆիքսել, որ երրորդ թիրախը մեր ազգային ինքնության, այսպես պատմական հետնաբեմներ եւ կարող եմ մի քանի ելույթ մեջ բերել Թուրքիայի նախագահ Էրդողանից, որտեղ նա թիրախավորում է հայ ժողովրդի պատմական հիշողությունը, թե հայերը ինչպես են հիշում իրենց պատմությունը, ինչպես են մտածում այդ պատմության մասին եւ Էրդողանի հորդոր խորհուրդն էր հրաժարվել հին պատմություններից, որոնք թշնամանք են հարուցում կամ Թուրքիայի բացասական տրամադրությունների վրա են հենված։ Այսօրվա դրա արձագանքը Հայաստանում այսպես կոչված նոր Հայաստան, իրական Հայաստան կոնցեպտն է, որտեղ որևէ հիշողություն անցյալից ըստ էության չկա։ Իսկ այն պետություններն ու ազգերը, որոնք հրաժարվում են իրենք
իրենց անցյալից, ապա չեմ կարծում, որ շատ լուրջ տեղ կարող են գրավել համաշխարհային քաղաքականության, քաղաքակրթության մեջ։ Եվ վերջին ուղղությունը թուրքական սպառնալիքի դա հայկական սփյուռքներ եւ հայ առաքելական եկեղեցին։ Որևէ մեկը ինձ չի կարող համոզել, որ հայ առաքելական եկեղեցին թուրքական հստակ թիրախ չէ։ Դա հստակ թիրախ է եղել, այդ մասին բազմաթիվ կոնցեպտուալ փաստաթղթերում առկա են բազմաթիվ վերլուծություններ եւ հիմա Հայաստանում ծավալվող հարձակումը հայ առաքելական եկեղեցու վրա եւ նրա հովվապետի եւ սպազանների վրա նույնպես ես չեմ կարող առանձին դիտարկել թուրքական այս սպառնալիքից։ Այսինքն երբևէ Հայաստանի ներսում իշխանություն եկեղեցի այսպիսի հակասություն, այսպիսի պատերազմ ըստ էության չի եղել, իսկ թուրքական հարատեսակ փաստաթղթերն ու տեսությունները խոսում են, որ Թուրքիա պետության թիրախներից է հայկական սփյուռքն ու հայկական եկեղեցին, նաև իր ինստիտուցիոնալ այդ ցանկային կառուցվածքի պատճառով։ Այսինքն Թուրքիայի համար Հայաստանը որպես ռազմական ինչ-որ ագրեսիայի թիրախ այդքան չի դիտարկվել, ինչքան դիտարկվել է հայկական ինքնությունը, Հայաստանի հասարակության ազգային պետական ինքնությունը որպես թիրախ եւ նպատակ է դրվել դրա փոփոխության։ Հիմա ինչ որ մենք տեսնում ենք հենց այդ ազգային ինքնության, ազգային պետական ինքնության փոփոխությունն է։ Ոստի կարող ասել, որ Թուրքիան ոչինչ չի փոխվել, թուրքիական սպառնալիքները նույնն են, եթե ինչ-որ բան փոխվել է Հայաստանում, փոխվել է Հայաստանի պաշտպանվելու գիտակցումը, փոխվել է հասարակությանը ներկայացվող Թուրքիայից բխող սպառնալիքների էությունը։ Եվ եթե ամփոփեմ այս հատվածը, ապա Հայաստանը ներկայացնում է այս քաղաքակրթական ընտրության միջև նոր անունով, նյութական Հայաստան, բայց բառից բացասական իմաստով։ Նյութական Հայաստան, որը հենված է միայն նյութի վրա, միայն նյութական շահի վրա, եւ այդ բանաձևերը, այստեղ հաց, այստեղ կաց եւ այլն, որ իշխանությունները հրամցնում են, հենց այդ նյութական Հայաստանի ստեղծելու մասին։ Եվ ես բնականաբար դեմ չեմ արդի իրողություններին համահունչ զարգանալուն, դեմ չեմ արդի տեխնոլոգիական զարգացումներին եւ այլն, բայց աշխարհի որևէ ազգից չի պահանջվում մոռանալ սեփական ինքնությունը, խեղաթյուրել իր ինքնությունը, խեղաթյուրել իր անցյալը եւ խեղաթյուրել իր պատմությունը հանուն խաղաղության, հանուն ինչ-որ նյութական բարեկեցության եւ երկրորդ հատվածը շատ կարճ այսօրվա ավելի առարկայական թիրախներից մեկը այսպես կոչված Զանգեզուրի միջանցք հասկացությունն է, որը նորօրյա պանթյուրքիզմի դրսևորում է եւ այն մարդիկ, որոնք ծաղրում են եւ չեն տեսնում դրա վտանգները, ես բնութագրել դժվարանում եմ գտնել նրանց, բայց հարցը այսպես դիտարկել վերջին զարգացման կոնտեքստում։ Բոլորը ողջավորված խոսում են Թրիպի մասին, Թրամփի ուղու եւ եթե ապից խոսենք որտեղից է ծագել այս գաղափարը, ինչպես դա հրամցվեց, գաղափարը ծագել է ագրեսիայի գաղափարի ծնունդ տվող ագրեսիան, որն է ագրեսիան, որ Ադրբեջան սպառնում էին այս խաղաղ ճանապարհով այդ ճանապարհը չտալու դեպքում ռազմական ագրեսիա։ ԱՄՆ-ն փորձեց այդ ագրեսիան կանխել եւ դրա դիմաց անվանափոխում տեղի ունեցավ, Զանգեզուրի միջանցքը անվանափոխվեց Թրիպի եւ դա ոչ թե արվեց հանուն Հայաստանի, այլ հանուն ինչի արվեց։ Նախ պետքորեն ԱՄՆ-ը լուծեց այդ հարցը դառնալով իբրև թե կոնֆլիկտներ ունեցող մի երկիր, բայց այս ամբողջ կոնֆլիկտի լուծումը հենված է Արցախի ողբերգության, հենված է Հայաստանի նահանջի, հենված է ադրբեջանական թուրքական պահանջների առջև այսպես շատ ինքնակամ այսպես կքվելու եւ այդ բոլոր պահանջները անելու մտայնության վրա։ Երկրորդը
ճանապարհ բացվեց Իրանին մեկուսացնելու, Ռուսաստանը դուրս մղելու, իսկ Հայաստանը որպես քաղաքական գործոն ըստ էության ոչնչացնելու։ Եվ այս ամենի կոնտեքստում կրկին մեզ ինչ է առաջարկվում, նյութական Հայաստանի տեսլական, այսինքն դուք մի մտածեք, որ Սյունիքի հանդեպ ինքնիշխանությունը տուժում է, դուք մտածեք, որ դրա դիմաց բացվում են չիպի գործարաններ, արհեստական բանականության ինչ-որ էլեմենտներ են մտցվում եւ այլն։ Ավելի փող կստանաք եւ երբ որ քննարկում են երբեմն մասնակցում են, ասում են ինչ պատմություն, ինչ ճանապարհ, որը Հայաստանի ինքնիշխանությունից կարողանալ ինքնիշխանության մեջ չէ այդքանել։ Դուք մտածեք այդ ճանապարհով անցնելու դեպքում ինչքան գումար է վաղու Հայաստանի բյուջե եւ այլն եւ այլն։ Եվ եթե նյութական Հայաստանի կոնցեպտն է մեզ ներկայացված, հանրությունը ֆիքսված է նյութի վրա, ապա անվտանգային սպառնալիքներն էլ չի կարող նկատել, որտեղ ամենից կարևորը նյութական։ Եվ այդ կոնտեքստում այդ ինքնիշխանության տնազը կներեք, երբ Թրամփը ասում է ուղղակի ոտքի կանգնեք, Փաշինյանին եւ Ալիևին դիար ձեռք սեղմեք, չգիտեմ ինչքանով է ինքնիշխան, եթե մեկ ուրիշ գերտերության լիդեր նման ձևով ոտքի կանգնեք, ձեռք սեղմեք, ինձ թվում է այստեղ ինքնիշխանության արևմտյան ճատագովները բացահայտ խառակիրի կանեին, ենթադրում եմ իրենց։ Եվ հապատելով ելույթս ուզում եմ նշել, որ մենք իրոք պատրաստ ենք քաղաքակրթական ընտրության առջև, ոչ խորհրդարանական ընտրության առջև, այլ քաղաքակրթական ընտրության առջև, եւ դա հստակ երկու ընտրություն ունի, լինել առաջինը այդ ընտրության պարտված, զիջող, ծաղրակի արժանացող, բացի նյութականից ամեն ինչ անկարևոր համարող, թե սխալները վերարժևորող, պարտությունը ընդունելով հանդերձ հետևություններ անող, կենացային հայրենասիրությունից հրաժարվող եւ ապագայի հանդեպ իրապես, բայց ապագայի հանդեպ արժանապատիվ տեսլական ունեցող պետություն։ Սա է մեզ հրամցված իմ կարծիքով քաղաքակրթական ընտրությունը եւ հետեւաբար այս ընտրությունները խորհրդարանական չի կարելի դիտարկել որպես սովորական ընտրություն, որովհետեւ այս ամենում գերխտացած է այն սպառնալիքները, որոնք ներկայացված են այդ մեզ համար ոչ բարեկամ պետությունների կողմից եւ որ թիրախը յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացին է, քանի որ յուրաքանչյուր քաղաքացի այդ ինքնության կրողն է։ Թիրախը մենք բոլորս ենք եւ մենք բոլորս պետք է այդ թիրախ լինելու սպառնալիքին փորձենք adekvat պատասխանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան, ես վստահ եմ, որ դուք տեղյակ եք, որ Թուրքիայի կարմիր գրքում, որը 100-ամյակների համար է գրված, ի տարբերություն մեզ, որ ընդհանրապես չունենք նման ռազմավարություն, թիրախավորված է հայոց առաքելական Սուրբ եկեղեցին։ Շատ